Բարև ձեզ, բարի գալուստ, update լրատվական։ Եվ այսպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդատյանը այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլետ Իմամբաևին։ Սարգիս Խանդատյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերություններն ու քաղաքական երկխոսությունը գտնվում են բարձր մակարդակի վրա, հիմնված փոխադարձ հարգանքի և գործընկերային ամուր հիմքերի վրա։ Բոլետ Իմամբաևը իր խորին երախտագիտությունն է հայտնել Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանություններին իր առաքելության ընթացքում ցուցաբերած համակողմանի աջակցության և սերտ ու արդյունավետ փոխգործակցության համար։ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ քննվել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը։ Ըստ առաջադրված մեղադրանքի Սերժ Սարգսյանը, ով 2000-ական թվականներին մայիսի 20-ից մինչև 2007 թվականի ապրիլի 4-ը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը, մեղադրվում է Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքների օտարման մեջ։ Բացի այդ, 2025 թվականի նոյեմբերի 5-ին դատախազը Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին։ Նշված հոդվածը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն։ Երևան քաղաքի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում 2025 թվականի սեպտեմբերի 3-ին հայցադիմում էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի համայնքին պատճառված 76 միլիոն 822 հազար դրամ վնասի հատուցման պահանջով։ Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ հայցադիմումը ընդունվել էր վարույթ։ Միաժամանակ դատարանը բավարարել էր դատախազի միջնորդությունը և հայցագնի 76 միլիոն 822 հազար դրամի չափով արգելանք էր կիրառել Գագիկ Բեգլարյանին պատկանող գույքի նկատմամբ։ Հայցի հիմքում դրվել էին քրեական վարույթներից մեկով հաստատված փաստական հանգամանքները։ Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հուլիսի 7-ի վճռով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության հայցը բավարարվել է ամբողջությամբ։ Վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո Գագիկ Բեգլարյանից հօգուտ Երևան համայնքի կբռնագանձվի 76 միլիոն 822 հազար դրամ, որպես համայնքին պատճառված վնասի հատուցում։ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ռոմիկ Մխիթարյանը, որը օրեր առաջ հրաժարական էր ներկայացրել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հուլիսի 13-ին Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների աշխատակազմերին է ներկայացրել վարչական շրջանների նոր ղեկավարներին։ Մասնավորապես Արմեն Փամբուխչյանը Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում ներկայացրել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սաշա Կատվալյանին, որը մինչև այս ղեկավարում էր Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում հիմնարկը։ Շենգավիթ վարչական շրջանում էլ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը ներկայացրել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը մինչև այս զբաղեցնում էր Տիգրան Գաբրիելյանը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հուլիսի 13-ին պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Աբովյան քրեակատարողական հիմնարկ։ Այցի շրջանակում պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ։ Այցի շրջանակում ազատությունից զրկված անձանց կողմից ներկայացված հանգամանքները, ինչպես նաև վերհանված խնդիրները մանրամասն կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու մարմիններին։ Գանք այլ թեմաների։ Ալբանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարար Էրլին Սուլոյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ալբանիա համագործակցության ընդլայնման հնարավորությունները, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով էներգետիկայի ոլորտին։ Դեսպանն առաջարկել է նախաձեռնել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև փոխադարձ այցելություններ և քննարկել էներգետիկայի ոլորտում երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային բնույթ հաղորդելու հնարավորությունը։ Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է նաև Ալբանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին արտաքին գործերի նախարար Իգլի Հասանիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ալբանիա երկկողմ հարաբերությունների զարգացման, միջխորհրդարանական կապերի հաստատման և համագործակցության նոր ձևաչափերի ձևավորման հնարավորությունները։ Զրուցակիցները քննարկել են նաև հայկական արտադրանքի, Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները։ Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ Գևորգ Գորգիսյանը ընտրվել է կուսակցության փոխնախագահ։ Այս մասին հայտնել է Լուսավոր Հայաստան կուսակցությունը։ Կուսակցությունից նշել են, որ Գևորգ Գորգիսյանը երկար տարիներ ակտիվ մասնակցություն է ունեցել կուսակցության քաղաքական և կազմակերպչական գործունեությանը։ Ավելի վաղ Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի փոխնախագահ Դավիթ Խաժակյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ կուսակցությունում իր առաքելությունը համարում է ավարտված։ Նա շնորհակալություն էր հայտնել գործընկերներին, նախկին և ներկա թիմակիցներին, ինչպես նաև կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, նշելով նաև, որ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը եղել է իր ընտրությունը։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները փակ և կողպված պահել, երբ երեխաները տանն են, ընդգծելով, որ մինչև 5 տարեկանների շրջանում վնասվածքներով պայմանավորված հոսպիտալացումների պատճառներից մեկն էլ բարձրությունից վայր ընկնելն է։ Նշենք, որ ավելի վաղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հայտնել էին, որ հուլիսի 13-ին բժշկական կենտրոն 1 տարեկան երեխա է տեղափոխվել, բազմակի վնասվածքներով և սրտի կանգով։ Ցավոք բժիշկներին չի հաջողվել փրկել փոքրիկի կյանքը։ Երեխան վայր էր ընկել 3-րդ հարկի պատշգամբից։ ՊԵԿ-ը հարկ վճարողներին զգուշացնում է։ 2025 թվականի ընթացքում պետական եկամուտների կոմիտեն հարկային մարմին հարկ վճարող քննարկումների շրջանակում ուսումնասիրել և գույքագրել է գործնականում առաջացած մի շարք խնդիրներ, որոնց զգալի մասն արդեն իսկ կանոնակարգվել է այս տարվա ընթացքում։ Իսկ մի շարք պարզեցումներ ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։ Մանրամասները տեսանյութում։ Հարգելի հարկվճարող, 2025 թվականի ընթացքում պետական եկամուտների կոմիտեն հարկային մարմին հարկվճարող քննարկումների շրջանակում ուսումնասիրել և գույքագրել է գործնականում առաջացած մի շարք խնդիրներ, որոնց զգալի մասը արդեն իսկ կանոնակարգվել են այս տարվա ընթացքում։ Մասնավորապես 2026 թվականի հուլիսի 1-ից ապրանքի վերադարձի բոլոր դեպքերում տնտեսվարողը կարողանում է գործարքը ճշգրտել։ Նախկինում օրինակ պիտանիության ժամկետ չունեցող ապրանքի վերադարձի դեպքում տնտեսվարողը ստիպված էր վերադարձը ձևակերպել որպես հետվաճառք։ Պարզեցվել են նաև ՀԴՄ կտրոններով ապրանքի վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման կարգը։ Մասնավորապես 2027 թվականի հունվարի 1-ից ՀԴՄ վերադարձի կտրոններով ԱՀ-ի ճշգրտումները կարտացոլվեն հենց այն ամսվա հարկային հաշվարկներում, որում կատարվել է տվյալ ապրանքի վերադարձը, այլ ոչ թե վաճառքի ամսում։ Պարզեցվել է նաև ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար ավելացված արժեքի հարկի պարտավորությունների կատարման գործընթացը։ Google, Facebook և նմանատիպ այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններին հնարավորություն կտրվի բոլոր դեպքերում ԱԻ հաշվետվությունները ներկայացնելու և ԱԱՀ-ի մասով պարտավորությունները կատարելու պարզեցված կարգով և VAT համակարգի միջոցով։ Այս փոփոխությունը ևս գործելու է 2027 թվականի հունվարի 1-ից։ Հարկ վճարողների բարձրացված խնդիրներն ուսումնասիրելով պարզվել է նաև, որ դրոշմավորման ենթակա կաթնամթերքի որակական կորուստը, օրինակ պիտանիության ժամկետի սպառման դեպքում տարեկան կտրվածքով գերազանցում է համախառն եկամտի 1%-ը։ Կարգավորման վերանայման արդյունքում 2026 թվականի հուլիսի 1-ից որպես որակական կորուստ նվազեցման ենթակա չափը 1%-ից դարձել է 2%, թեթևացնելով տվյալ ոլորտի տնտեսվարողների հարկային բեռը։ Հարգելի հարկվճարող, բարեփոխումների ամբողջ փաթեթին կարող եք ծանոթանալ սկանավորելով էկրանին հայտնվող QR կոդը։
Իսկ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ուսումնասիրել բիզնեսին հուզող խնդիրները եւ իր իրավասությունների շրջանակներում ներկայացնել առաջարկություններ այդ խնդիրների կանոնակարգման համար։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ շինանյութի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից հնարավոր են հարկերից խուսափելու, իրացման շրջանառությունները թեր հայտարարագրելու եւ անապրանք գործարքների միջոցով հարկային պարտավորությունները նվազեցնելու դեպքեր։ Առավել մանրամասն պատմում է տեսանյութը։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ շինանյութի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող որոշ տնտեսվարող սուբյեկտներ հնարավոր է աշխատում են հարկերից խուսափելու, իրացման շրջանառությունները թեր հայտարարագրելու եւ անապրանք գործարքների միջոցով հարկային պարտավորությունները նվազեցնելու սխեմայով։ Ստացված տեղեկությունները իրացնելու նպատակով հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները մշակել, ձեռնարկել եւ իրականացրել են բազմափուլ օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Ծածկագրված եղանակով իրականացվել է արտաքին դիտման օպերատիվ հետախուզական միջոցառումը, որի ընթացքում քարտեզագրվել են Արարատի մարզում ցեմենտ արտադրող գործարանից դուրս եկող բեռնատարների երթուղիները։ Նույնականացվել են հաշվառման համարանիշերը, մատակարարումների ուղղությունները։ Այնուհետև ստացված տվյալները համադրվել են ընկերության կողմից դուրս գրված հարկային հաշիվների եւ հարկային մարմնի տեղեկատվական բազաներում առկա տվյալների հետ։ Հենց այդ համադրման շնորհիվ բացահայտվել է իրավախախտումների իրական ծավալը։ Մասնավորապես արտաքին դիտման ընթացքում արձանագրվել է, որ նույն օրվա ընթացքում գործարանի տարածքից դուրս է եկել 101 բեռնատար մեքենա։ Դրանցից 35-ի իրականացած մատակարարումների մասով հարկային հաշիվներ դուրս գրված չեն եղել։ Եվ միայն մեկ օրվա ընթացքում առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի մատակարարվել է շուրջ 43.2 միլիոն դրամի ցեմենտ, ինչի հետևանքով պետական բյուջե պակաս է հաշվարկվել շուրջ 7.2 միլիոն դրամի ավելացված արժեքի հարկ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվել են ընկերության մատակարարման ամբողջ շղթայի ուսումնասիրությամբ։ Ձեռք բերված փաստական տվյալների վերլուծության եւ համադրման արդյունքում առաջացել են հիմնավոր կասկածներ նաեւ, որ շուրջ 1 միլիարդ դրամ արժեքով 2.6 միլիոն լիտր դիզելային վառելիքի ձեռքբերումները ձևակերպվել են հնարավոր անապրանք հարկային հաշիվներով։ Այնուհետև այդ փաստաթղթերն օգտագործվել են ավելացված արժեքի հարկի հաշվանցման եւ շահութահարկի հարկման բազայի նվազեցման նպատակով։ Նշված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 442 միլիոն դրամի վնաս։ Համարիր օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում բացահայտվել են նաև միևնույն սեփականատիրոջը պատկանող Երևան քաղաքում եւ Կոտայքի մարզում գործող բետոնի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերության գործունեության մեջ արկա հնարավոր հարկային իրավախախտումներ։ Պարզվել է, որ ընկերությունը շուրջ 73 միլիոն դրամի բետոնի իրացում չի արտացոլել հարկային հաշվառումներում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 23 միլիոն դրամի վնաս։ Բացի այդ, ձեռք են բերվել տվյալներ, որ ընկերության կողմից ձևակերպվել են շուրջ 49 միլիոն դրամի հնարավոր անապրանք ձեռքբերումներ, ինչի հետևանքով նախնական տվյալներով պետությանը պատճառվել է եւս շուրջ 23 միլիոն դրամի վնաս։ Բացահայտված փաստերի հիման վրա հանցագործությունների մասին հաղորդումներ են ներկայացվել վարույթ իրականացնող մարմին, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ եւ իրականացվում է նախաքննություն։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հետեւողականորեն շարունակում է պայքարը ստվերային տնտեսության, հարկային իրավախախտումների եւ հարկերից խուսափելու բոլոր դրսևորումների դեմ, կիրառելով օրենսդրությամբ նախատեսված օպերատիվ հետախուզական գործիքակազմը, բացահայտելով հարկերից խուսափելու մեխանիզմները եւ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ, պետական բյուջեի եկամուտների լիարժեք հավաքագրումն ու պետության ֆինանսական շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Շարունակենք թողարկումը։ Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ Եվրամիության արտաքին գործերի նախարարները կհաստատեն Հայաստանի համար Եվրամիության նոր առաքելության ստեղծումը, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Մենք նաև համաձայնության ենք գալու Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շուրջ, պայքարելու հիբրիդային սպառնալիքների եւ արտասահմանյան տեղեկատվության մանիպուլյացիայի եւ միջամտության դեմ, որոնց նրանք իրականում բախվում են, հայտարարել է Կայա Կալասը Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ հանդիպմանը։ Եվ միջազգային լրահոսին ընդառաջ։
Եվրոպական երկրները հայտնել են ավելի քան 10,000 հավելյալ մահվան դեպքերի մասին։ Հունիսի վերջին մայրցամաքի արևմտյան հատվածը պատած ռեկորդային շոկի ալիքի ընթացքում։ Մահերի ճնշող մեծամասնությունը ավելի քան 9,000-ը գրանցվել է 65 և ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում։ Գիտնականները նշել են, որ հունիսի վերջին գրանցված շոկի ալիքը գործնականում անհնար կլիներ առանց մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայական փոփոխության, որը շոկի ալիքները դարձնում են ավելի հաճախակի և ինտենսիվ։ Տվյալները հավաքագրվել են եվրոպական 27 երկրներից։ Մահացության հատկապես բարձր մակարդակ է գրանցվել Բելգիայում և Ֆրանսիայում, չափավոր Իսպանիայում, Նիդերլանդներում և Շվեյցարիայում։ Միջազգային այլ նորությունների ծանոթացեք տեսաշարով։ Միացյալ Նահանգների և Իրանի զինված ուժերը փոխանակվել են հրթիռային և անօդաչու թռչող սարքերի նոր հարվածներով։ Հուլիսի 12-ին Թեհրանը թիրախավորել է Պարսից ծոցի մի շարք պետություններում տեղակայված ամերիկյան օբյեկտները և հայտարարել, որ կրկին փակել է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հուլիսի 12-ին ԱՄՆ զինված ուժերը սկսել են նոր հարվածներ հասցնել Իրանին, շարունակելու թուլացնել քաղաքացիական նավաստիների և Հորմուզի նեղուցով ազատորեն անցնող առևտրային նավերի վրա նրա հարձակվելու կարողությունը։ X-ում արված գրառման մեջ հրամանատարությունից հայտնել են, որ առաջին անգամ օգտագործել են հարվածային ծովային անօդաչու սարքեր։ Անցած շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հրադադարը համարում է ավարտված, չբացառելով հետագա բանակցությունների հնարավորությունը։ Իրանի դեմ ագրեսիային երրորդ երկրների ցանկացած մասնակցություն նրանց կդարձնի պատասխան հարվածների օրինական թիրախ, հաղորդում է իրանական Մեհր լրատվական գործակալությունը, հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը։ Ագրեսորի հետ ցանկացած մեղսակցություն կամ համագործակցություն կունենա հետևանքներ, եւ այն աղբյուրներն ու վայրերը, որտեղից Իրանի դեմ հարվածներ են հասցվում, կդառնան Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտպանական հարվածների օրինական թիրախներ, նշել է գործակալությունը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նախկինում հայտնել էր Իրանի վրա ևս մեկ հարձակման ավարտի մասին, որը տևել է գրեթե 6 ժամ։ Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման իրեն առնչվող 8 դատական գործերից մեկով։ Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը Յուն Սոկ Յոլին մեղավոր է ճանաչել քաղաքական քարոզարշավների ֆինանսավորման մասին օրենքը խախտելու համար։ Յուն Սոկ Յոլի փաստաբանները հայտարարել են, որ պատրաստվում են բողոքարկել վճիռը։ Փետրվարին առաջին ատյանի դատարանը նախկին նախագահին դատապարտել էր ցմահ ազատազրկման, սահմանադրական կարգի դեմ ըմբոստություն կազմակերպելու մեղադրանքով։ Հարավային Կորեայի քրեական օրենսգիրքը այս հանցագործության համար նախատեսում է միայն 2 տեսակի պատիժ՝ ցմահ ազատազրկում կամ մահապատիժ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է վարչապետի պաշտոնից հեռացնել Յուլիա Սվիրիդենկոին։ Այս մասին հայտնել է Զելենսկին, հավելելով, որ Սվիրիդենկոն կգլխավորի նոր կարևոր ուղղություն, առանց հստակեցնելու, թե ինչ ուղղության մասին է խոսքը։ Նախագահի խոսքով այս փոփոխություններն անհրաժեշտ են նորացված քաղաքական ռազմավարության իրականացումն ապահովելու համար։ Նախագահը հայտարարել է, որ փոփոխություններ կլինեն իրավապահ մարմինների ղեկավար կազմում։ Հիշեցնենք, որ Յուլիա Սվիրիդենկոն վարչապետի պաշտոնը զբաղեցրել է ընդամենը 1 տարի, նշանակվելով 2025 թվականի հուլիսին։ Պաղեստինի իշխանությունները հայտնել են, որ Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, այդ թվում 9-ամյա մի աղջիկ։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ տեղյակ չէ միջադեպի մասին։ Իսրայելական ուժերը նաև հայտնել են, որ հարվածներ են հասցրել զենքի արտադրության օբյեկտի ներսում գործող Համասի զինյալներին։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածի դեմ ագրեսիայի հետևանքով զոհվածների թիվը հասել է 73223-ի, վիրավորվել է 173654 մարդ։ Բանգկոկի փաբում հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը մեծ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Իշխանությունները դեռևս հետաքննում են հրդեհի պատճառը։ Բանգկոկի քաղաքային կառավարությունը հայտարարել է, որ հրդեհը բռնկվել է կեսգիշերից առաջ։ 63 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից 22-ը գտնվում են ծանր վիճակում։ Իշխանություններն աշխատում են զոհերի ինքնությունը պարզելու ուղղությամբ, քանի որ շատերը անձը հաստատող
փաստաթուղթ չեն ունեցել կամ գտնվել են անգիտակից վիճակում։ Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4490-ի։ Կառավարության ամենօրյա զեկույցի համաձայն երկրաշարժից վիրավորվել է 16740 մարդ, 17907-ը զրկվել են օթևանից։ Ամբողջությամբ ավերվել է 190 շենք, 856-ը զգալիորեն վնասվել։ Որոնողափրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 6462 մարդ։ Երկրաշարժը Վենեսուելայում տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան ընդմիջումներով գրանցվել է 2 ստորգետնյա ցնցում, 7.2 և 7.5 մագնիտուդով։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժից հետո տեղի է ունեցել 1222 հետցնցում։ Կրկին վերադառնանք հայաստանյան թեմաներին։ Վարդավառի տոնակատարություններն ամբողջ հանրապետությունում անցել են անվտանգ, կազմակերպված և առանց լուրջ միջադեպերի։ Այդ մասին հայտնում են ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ Ամառվա ամենասպասված իրադարձություններից Քրիստոսի պայծառակերպության տոնը Վարդավառը այս տարի ևս համախմբել էր հազարավոր մարդկանց, ամբողջ երկրում ստեղծելով տոնական եռուզեռ եւ բարձր տրամադրություն։ Շատ քաղաքացիներ, զբոսաշրջիկներ ու հովեկներ օրը նախընտրել էին անցկացնել քաղաքից դուրս, ուղևորվելով Հայաստանի զբոսաշրջային կենտրոններ եւ հանգստավայրեր։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության եւ փրկարծառայության ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում Վարդավառի տոնական միջոցառումների անվտանգ եւ անխոչնդոտ անցկացումն ապահովելու նպատակով հուլիսի 12-ին վաղ առավոտից իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Սևանա լճի ողջ ափամերձ հատվածներում եւ առավել մարդաշատ վայրերում արտառոց միջադեպեր չեն արձանագրվել։ Ոստիկաններն ու փրկարները շրջել են լողափերում եւ հարակից տարածքներում իրականացրել հսկողություն, քաղաքացիներին շարունակաբար իրազեկելով նաեւ անվտանգության կանոնների պահպանման կարեւորության մասին։ Ակտիվ համագործակցել ենք ոստիկանության մյուս ստորաբաժանումների եւ փրկարարծառայության հետ, կազմակերպել ենք մի շարք միջոցառումներ մեր քաղաքացիների ակտիվ հանգիստը կազմակերպելու, ինչպես նաեւ արտառոց միջադեպերից խուսափելու համար։ Միաժամանակ բարեկային ծառայության կարգախմբերը ուժեղացված ծառայություն են իրականացրել հանրապետության ճանապարհներին, կարգավորելով տրանսպորտային հոսքերը եւ ձեռնարկելով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ, հնարավոր դեպ պատահարները բացառելու նպատակով։ Հանրապետության հրապարակը տարվա ամենաջրառատ իրադարձության Վարդավառի գլխավոր տոնակատարության կենտրոններից մեկն էր։ Բազմամարդ միջոցառման ողջ ընթացքում ոստիկանության եւ փրկարծառայության ստորաբաժանումները մայրաքաղաքում ևս ապահովել են հասարակական կարգը, քաղաքացիների անվտանգությունն ու տոնակատարության անխափան ընթացքը։ Վարդավառի տոնակատարություններն ամբողջ հանրապետությունում անցան անվտանգ, կազմակերպված եւ առանց լուրջ միջադեպերի, ևս մեկ անգամ փաստելով ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների անվտանգության ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքի արդյունավետության մասին։ Էկոպարեկային ծառայությունը հորդորում է քաղաքացիներին անտառային հրդեհ նկատելու դեպքում չհապաղել, անմիջապես զանգահարել 107։ Քաղաքացիների արագ արձագանքը կարող է կանխել հրդեհի տարածումը, պահպանել անտառները, վայրի բնությունը եւ մարդկային կյանքերը։ Մանրամասները ծառայության տարածած տեսահոլովակում։ Բնությունը մեր ընդհանուր ժառանգությունն է, իսկ դրա պահպանությունը մեր ամենօրյա պարտականությունը։ Ամառային շոգ օրերին անզգույշ մի կայծն էլ բավական է, որպեսզի հրդեհը տարածվի տասնյակ հեկտարներով։ Հայաստանի էկոհամակարգերի պահպանության առաջնագծում կանգնած է էկոպարեկային ծառայությունը, անտառներից մինչ հատուկ պահպանվող արժեքավոր տարածքների անվտանգության երաշխավորը։ Ծառայության խնդիրն է Հայաստանի պետական անտառների, անտառային հողերի ու բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն ու հսկողությունը։ Ծառայության լիազորությունների շրջանակում առանցքային նշանակություն ունի նաև հրդեհների կանխարգելումը եւ արտակարգ պատահարներին արձագանքումը։ Հրդեհի պատճառ հաճախ դառնում է մարդկային անփութությունը, բաց թողած կրակը, չմարած ծխախոտը, այրվող աղբը եւ այլն։
Էկոպարեկային ծառայությունը մշտապես պատրաստ է կանխել վտանգը եւ անհապաղ արձագանքել արտակարգ իրավիճակներին։ Եթե նկատում եք կրակի վտանգ կամ չպահպանվող կանոններ, անմիջապես ահազանգեք։ Քո մեկ քայլը կարող է փրկել հարյուրավոր հեկտարներ։ Եվ եղանակին ընդառաջ, Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հիդրոօթերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սանտիմետրով, իսկ տարվա սկզբի համեմատությամբ բարձրացել է 58 սանտիմետրով, գրել է Լևոն Ազիզյանը։ Եվ վերջում եղանակի մասին։ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հիդրոօթերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, առավել մանրամասն տեսանյութում։ Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանի տարածքում մթնոլորտի շրջանառությունը կլինի փոփոխական։ Հուլիսի 13-ից 15-ին Հայաստանը կշարունակի գտնվել հարավային տաքոթային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում արդեն ձևավորված համեմատաբար բարձր ջերմային ֆոնը կպահպանվի, ամենատաք գոտին կրկին կլինի Արարատյան դաշտը եւ Երևանը, որտեղ հուլիսի 13-ից 15-ին ստվերում ցերեկային ժամերին կանխատեսվում է 36-ից 38 աստիճան տաքություն։ Հուլիսի 15-ի ուշ երեկոյան այդ տաքոթային հոսանքները աստիճանաբար կնահանջեն դեպի հարավ, իրենց տեղը զիջելով հյուսիս-արևմուտքից ծովի կողմից ներթափանցող համեմատաբար սառը օդային հոսանքների, որոնց ներհոսքը կտևի մինչև հուլիսի 18 ներառյալ։ Դրա արդյունքում հուլիսի 16-ից 18 ընկած ժամանակահատվածում հուլիսի 15-ի հետ համեմատ հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը հատկապես ցերեկային ժամերին կնվազի 4-ից 5 աստիճանով։ Մինչև հուլիսի 14-ը երկրի ողջ տարածքում կպահպանվի առանց տեղումների եղանակ, լոռի տավուշ հատվածում անպամած փոփոխական անպամածությունը կպահպանվի, իսկ ահա հուլիսի 15-ի ուշ երեկոյան եւ հուլիսի 16-ից 18 ընկած ժամանակահատվածում գիշերը եւ երեկոյան հանրապետության առանձին հատվածներում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, տեղտեղ հնարավոր է նաեւ կարկուտ հուլիսի 16-ից 18 ընկած ժամանակահատվածում ուշ երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ հնարավոր են նաեւ Երևան քաղաքի առանձին հատվածներում։ Այս թողարկման համար այսքանը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հաջողություն։